պատմենք քո մասին Հայր Աստված, Հալելույա, տարած են խոսքը Սուրբ Աստվածային, Հալելույա, աղոթքի կյանքով հարատևենք, օրորությունը պայելենք, աղոթքի կյանքով հարատևենք, օրորությունը պայելենք, Հալելույա, Հոսաննա, բարաբանություն քեզ, Հայր Եհովա, Հալելույա, Հոսաննա, բարաբանություն քեզ, Հայր Եհովա։ Հովանես Մկրտիչը բանտում էր եւ իր աշակերտներից երկու հոգու ղրկեց Տեր Հիսուսի մոտ հետեւյալ հարցումով. դու նայիր, որ պիտի գայր, թե ուրիշ մեկին սպասենք։ Այսինքն մենք սպասում ենք, պիտի գայր, թագավորություն պիտի հաստատեիր, ես էլ բանտում եմ գտնվում։ Եկա շավիղները չտկեցի, չէ ասեցի, որ պիտի գա, ինչ վիճակի մեջ եմ։ Եվ Տեր Հիսուս այդ աշակերտներին ուղարկեց, բայց չասաց գնացեք, ասեք, այդ ինչ ես ասում, այս ինչպես եղավ, որ սկսեցիր կասկածելը։ Ասաց, ինչ որ տեսակ, այն ասեք, որ կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, խուլերը լսում են, բորոտները մաքրվում են, մեռելները հարություն են առնում։ Եվ Տեր Հիսուս այս կարգի բազմաթիվ հրաշքներ կատարեց, եւ դրանց մի մասը Սուրբ գրքում տեղ գտան, Տերը որքան որ ուզեց, այդքանը գտան, որտեվ Հովանես Առաքյալը ասում է, եթե Տեր Հիսուսի կատարածները բոլորն էլ մեկիկ գրվեին, գրքերը չպիտի կարողանային իրենց մեջ տեղավորել։ Կարդանք Ղուկասու ավետանից 17-րդ գլուխ 11-ից 19 համարները։ Gospel of Luke։ Երբ Հիսուս Երուսաղեմ կերտար, Սամարիա եւ Գալիլեայի մեջտեղից անցավ։ Երբ գյուղը պիտի մտներ, 10 բորոտ մարդիկ հանդիպեցին նրան, որոնք հեռու կանգնեցան, ձայներին վերցրին եւ ասին. Հիսուս վարդապետ, ողորմե մեզի։ Տեսնելով նրանց, ասավ. գնացեք դուք ձեզ քահանաներին ցույց տվեք։ Երբ կերտային, մաքրվեցան։ Անոնցում է մեկը, երբ տեսավ, թե բժշկվեցավ, ետ դարձավ եւ մեծ ձայնով փառք կտար Աստծո, ու երեսի վրա անոր ոտքը ինքնալով շնորհակալ կլար անոր մե։ Ինքը սամարացի էր, Հիսուսով, չէ որ 10 էլ մաքրվեցին, իսկ այն 9 ուր են։ Այս օտարազգեն զատ ուրիշները չգտնվեցան, որ դառնալով Աստծո փառք տային, եւ ասավ անոր. ելիր գնա, քո հավատքդ քեզ բժշկեց։ Ուրեմն 10 բորոտներ բժշկվեցին։ Նախքան այս բուն նյութին անցնելը, մի փոքր տեղեկություն ձեզ բորոտություն հիվանդության մասին, ինչը իրենից ներկայացնում։ Ուրեմն հիվանդությունը կոչվում է բորոտություն։ Հիվանդը կոչվում է բորոտ։ Ախտը կամ դրա հարուցիչը, վայրուսը կոչվում է բոր։ Հունարեն լեպրա եւ այստեղից էլ անգլերենն է գալիս leprosy։ Ուրեմն բորը մարդու քրոնիկական ընդհանուր վարակիչն է։ Երկարատև գաղտնի շրջան է անցնում, մինչև հիվանդությունը մեջտեղ է գալիս, հնարավոր է որ տարիներ տևեն։ Մարդը կրում է այդ վիրուսը, բայց դեռևս իր կյանքի մեջ չի հայտնվել։ Հարուցիչը հայտնաբերել է նորվեգիացի բժիշկ Հանսենը 1871 թվականին, այս հիվանդությունը նաև իր անունով են կոչում։ Հիմնական վայրերը, որտեղ այս հիվանդությունը տարածված է մինչև այսօր, ասիական երկրներ, աֆրիկյան մայրցամաք,
կենտրոնական եւ հարավային Ամերիկա։ Ինչ է սրանք մեզ հուշում, այս վայրերը, երրորդ աշխարհի երկրներն են։ Ուրեմն մարդկանց ապրելաձևից, կենցաղից կախված մի բան է սա։ Եվրոպայում չի եղել։ Չի եղել։ Մի ժամանակաշրջան եղավ, երբ որ խաչակիրները ետ էին դառնում դեպի Եվրոպա, այդ վարակը իրենց հետ տարան այնտեղ եւ Եվրոպայում սկսեց տարածվել, սակայն շատ խելացի գտնվեցին, բորոտանոցներ սարքեցին, որտեղ պարփակեցին այդ մարդկանց, այսպես ասած բանտարկեցին, մեկուսացրին, որ մարդկանց հետ չշփվեն, որտեղ այս հիվանդությունը վարակիչ է։ Հարուցիչը կամ այդ բորը, վայրուսը, օրգանիզմ է թափանցում մաշկի եւ շնչառական միջոցների լորձաթաղանթի միջոցով։ Մաշկի վրա առաջանում է ոսպի չափ այդպիսի թեփուկներ, նախ կարմրագույն է այն, հետո գորշ է դառնում եւ այդպես վարակը տարածվում է, այտուցված է։ Կա ծանր տեսակը, որ խիստ վարակիչ է եւ անպայմանորեն այդ անձը պիտի առանձնացվի, պիտի մեկուսացվի։ Տեր Հիսուսի ժամանակ բորոտներ շատ կային եւ այն անբուժելի հիվանդություն էր։ Բորոտները համարվում էին անմաքուր, անպայման հասարակությունից պիտի դուրս գային։ Եվ Աստված օրենքի մեջ արդեն ընդգրկել էր այս հիվանդությունը եւ հրահանգներ կար տրված, թե ինչպես վարվեն բորոտների հետ, անգամ տներ կան, որ հռչակում են այս տունը բորոտությամբ վարակված է։ Եթե կարդաք Ղևտացիների 13-րդ եւ 14-րդ գլուխները, Լևետիկս, դրանց մեջ հրահանգները տրված է Աստծո կողմից։ Մենք ժամանակ չունենք այդ երկու գլուխները կարդալու, բայց 13-րդ գլխից մի քանի համարներ կկարդանք, որպեսզի ընդհանուր գաղափարը մեզ համար պարզ լինի։ Ուրեմն Ղևտացիների 13-րդ գլուխ, առաջի 3 համարները նախ կարդանք։ Տերը խոսեց Մովսեսին եւ Ահարոնին ասելով. Եթե մարդումը մարմնի մորթի վրա ուռեց կամ քոս կամ պաղպաճ ըլլա, անոր մարմնին մորթին վրա բորոտության ախտի պես նշան մը երևա, այն ատեն նա Ահարոն քահանային կամ անոր որդիներին, այսի քահանաներին, մեկուն պետք է բերվի։ Եվ քահանան թող նայի մարմնի մորթի վրա եղած ախտի նշանները, եւ եթե ախտի միջի մազերը ճերմակած դառնալով ախտը մարմնի մորթից խորունգ երևա, բորոտության ախտ է։ Այդ վերքը մարմնի մորթից, այսինքն կաշվից, մարդու կաշվից ցած է իջել։ Նշանակում է դա բորոտություն է։ Քահանան թող նայի անոր եւ թող ծանոթանե անոր անմաքուր լինելը։ 8 համարը Եվ քահանայի նայած ժամանակ, եթե քոսը մորթի մեջ տարածված է, այն ատեն քահանան անոր անմաքուր լալը թող ծանոթանե, բորոտություն է դա։ Նաև 44, 45, 46 համարներն էլ կարդանք։ Ախտ ունեցող բորոտի հանդերձը թող պատրվի, եւ անոր գլուխը մերկ եւ անոր շրթունքները ծածկվին, եւ ձայն թող տա, թե անմաքուր եմ։ Ախտը իր վրա եղած բոլոր օրերը անմաքուր պիտի սեպվի, անիկա անմաքուր է, մենակ պետք է նստի, անոր բնակությունը բանակից դուրս պիտի լինի։ Այսինքն մարդկանց ապրելավայրից ինքը դուրս պիտի գա։ Հասարակության մեջ չի կարող մնալ։ Հին ուխտում բորոտության տարբեր օրինակներ կան, շատերը վարակվեցին այս հիվանդությամբ, 2 հոգիների բժշկության մասին գրված է։ Նրանցից մեկը Մովսեսի քույրը Մարիամն էր, որ բորոտություն ունեցավ, ապա Տերը նրան բժշկեց։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Թվոց 12-րդ գլխում կարող եք կարդալ Numbers։ Մարիամը հետևյալ ասավ. Աստված ինչ է միայն Մովսեսի միջոցով խոսեց, մեր միջոցով էլ խոսեց։ Եվ այս ասացի համար Աստծո բարկությունը բորբոքեց, որովհետև Աստված Մովսեսին ընտրել էր
իր գործի համար։ Եվ այսպիսի հավակնոտ հոգին արգելք էր հանդիսանում այդ բանի։ Աստված բորոտությամբ հարվածեց Մարիամին և գրված է. Մարիամը ձյան պես բորոտ եղավ։ Մյուս եղբայրը Ահարոնը եկավ Մովսեսին խոսեց, ասավ. հիմարություն արեցինք, մեղք գործեցինք։ Եվ Մովսեսը դիմեց Աստծուն, Տեր Աստված, ողորմի, բժշկի։ Եվ Աստված ասաց, պայման հետևյալն է, բանակից, այսինքն բնակավայրից դուրս պիտի գա 7 օր, այդպես եղավ եւ ապա նրան բժշկեց։ Երկրորդը Ասորեստանի թագավորի զորագլուխ Նեեմանն է, չշփոթենք Նեեմիայի հետ, Նեեմանը։ Ասորի էր այս մարդը եւ բորոտությամբ տառապում էր։ Իրենց մոտ մի աղջնակ կար, որ Իսրայելից բերված գերի էր, եւ այդ աղջնակը ասաց. եթե այս մարդը գնա մարգարեի մոտ կբժշկվի։ Նեեմանի կնոջ միջոցով Նեեմանին լուրը հասավ։ Եվ Նեեմանն էլ, հնարավորություն կա, գնաց իրենց թագավորին ասաց, այսպիսի հնարավորություն կա, բայց Հրեաստանում է։ Թագավորը ասաց, ես նամակ կգրեմ, դու էլ ընծաներ, նվերներ վերցրու եւ գնա։ Իսրայելի թագավորը երբ որ իմացավ, ասաց, սա ուրիշ բան չէ, այլ նրանք պատճառ են փնտրում պատերազմ սկսելու։ Բայց մարգարեն Եղիսեներ ասաց, թույլ տվեք, որ այդ մարդը ինձ գա։ Բայց դեռ իրեն չասաց, ինքը մարդ ուղարկեց Նեեմանին, որ հրահանգը այսպիսին է. գնա եւ Հորդանան գետի մեջ 7 անգամ պիտի լվացվես։ Նեեմանը զարմացավ. ես եկա ձեր երկիրը, փոխանակ դու գաս, Աստծո անունը բերես ինձ, դու ինձ ուղարկում ես այնտեղ լվացվելու, ինչ է մեր երկրում գետ չկա։ Բայց հնազանդվեց խոսքին։ 7 անգամ լվացվեց, գիտեք ինչ է գրված։ Նրա մարմինը պստիկ տղու մարմնի պես եղավ։ Այդ որ ասում են, կարծես մորից նոր ծնված եղավ։ Այդ վիճակի։ Եվ Նեեմանը հետևյալ ասաց. հիմա հասկացա, որ ուրիշ Աստված չկա, բայց միայն Իսրայելի Աստվածը։ Ուրիշ օրինակներ էլ կան, Գեհեզի, Ոզիայի օրինակները, եւ նաեւ դարպասի մոտ հավաքված այդ 4 բորոտների օրինակները կա, բայց այդքան ժամանակ չունենք ամեն մեկ օրինակը քննելու, որովհետեւ մեր հիմնական նյութը դա չէ։ Պիտի քննենք մեր կարդացածը։ Ուրեմն 10 բորոտներ, սրանք մարդկանցից մերժված էին, պետք է որ առանձին մնային։ Բայց քանի որ ինչպես ասում են, բոլորն էլ նույն հալի էին, բոլորն էլ հիվանդ էին այս հիվանդությամբ, իրար գտնում էին եւ վախ չունեն, որովհետեւ վարակելու հարց չկար, բոլորն էլ հիվանդ էին, բորոտ էին։ Աստծո խոսքը շատ խիստ էր բորոտության հանդեպ։ Կարդում ենք Թվոց գրքից, Թվոց 5-րդ գլուխ առաջի 3 համարները, Numbers։ Տերը խոսեց Մովսեսին ասելով. հրաման արա Իսրայելի որդիներին, որ բանակից դուրս ցկեն ամեն բորոտի, մերելիմը դպչելով անմաքուր եղողը, արունալ, էկնալ դուրս պիտի թողեք, բանակեն դուրս պիտի ձգեք զանոնք, որպիսի չպղծեն այն բանակը, որի մեջ իրենք ապրում են։ Ուրեմն շատ խիստ էր դրված, որ պիտի բանակից դուրս գաք, հասարակությունից դուրս պիտի գաք։ Բորոտները, եթե հերվից տեսնեն, որ մի մարդ է գալիս, իրենք պիտի աղաղակեին, անմաքուր եմ, որպեսզի իրեն չմոտենա։ Եվ ահա Տեր Հիսուս այս բորոտներին ինքը մոտեցավ։ Եվ կարդացածը քննենք 13 համարում։ Բորոտները իրեն ձայնը վերցրին եւ ասեցին. Հիսուս վարդապետ, ողորմեմ մեզի։ Ընդհանրապես սա ընդունված ձև էր խնդրվածքը ներկայացնելու համար։ Հիսուս նրանց հետ չվարվեց այնպես, ինչպես բարի սամարացու պատմության մեջ վարվեցին քահանան եւ Ղևտացին։ Այն անձնավորությունը, որ գողերից կողոպտված էր, ծեծված եւ կիսամեր գետինը գցված էր, նրա կողքից անցավ քահանան անտարբերությամբ։ Ղևտացին անտարբերությամբ իրեն ճանապարհները փոխեցին։
Բայց Տեր Հիսուս այդպես չի վարվում։ Այս բորոտներին ինքը ընթառաջ գնաց։ Հիսուս մարդկանց չի անտեսում, ինչպիսի վիճակի մեջ էլ նրանք գտնվելուց լինեն։ Հիսուս այսօր էլ անտարբեր չէ հասարակությունից մերժված մարդկանց հանդեպ։ Մարդիկ, որոնք թմրամոլ են դարձել է մարդ այդ վիճակի մեջ է ընկած։ Կամ ասենք գինեմոլ է դարձած, կամ էլ ինչ հանցանքների համար բանտում է հայտնվել։ Հիսուս որևէ մեկին չի անտեսում։ Եվ որքան օրինակներ ունենք։ Այս դասակարգի մարդկանցից, ովքեր որ Հիսուսին են եկել, իրենց փրկությունն են գտել եւ իրենց այդ մոլուցքներից, addiction-ներից ազատվել են։ Աշխարհը մերժում է, բայց Աստված չի մերժում։ Արդյոք այս հանդիպումը պատահական մի բան էր։ Պատահական հանդիպեցին։ Ոչ, պատահական չէր։ Ամբողջ տարածաշրջանում Տեր Հիսուսի մասին գիտեին։ Նրա բժշկության զորության մասին գիտեին, որտեղ այնքան մարդկանց էր բժշկել, որ այդ լուրը ամենուրեք տարածված էր։ Թեև Հիսուս, ում որ բժշկում էր, ասում էր. «Մարդու չասեք»։ Ինչու էր այդպես ասում։ Որտև հրյա մեծամեծները, քանական կարգը եւ հռոմեացիները կարող էին մտածել եւ մտածում էին, որ այս մարդը իշխանատենչ է, հետևորդներ է հավաքում։ Բայց պատկերացրեք, Հիսուս բժշկում է եւ այդ մարդիկ գնում են ու սկսում են Հիսուսի անունը տարածել։ Ով բժշկեց քեզ։ Հիսուս։ Այսօր շատ մարդիկ ճարահատյալ վիճակում են։ Տարբեր իրավիճակներով են անցնում։ Ահավոր վիճակներով եւ փոխանակ ճիշտ ճանապարհով գնան, ճիշտ հասցեատիրոջը գնան, սխալ տեղեր են գնում։ Օրինակ, գնում են բախտագուշակներին, սայկիկներին, ոգեհարցներին, էքստրասենսներին են գնում եւ նրանք էլ իրենց խաբում են։ Բայց այս 10 բորոտները ճիշտ հասցեով եկան, հասցեատիրոջը եկան։ Տեր Հիսուսին գտնելը դժվար չէր։ 3.5 տարի ամբողջ Հրեաստանում շրջեց, ամենուրեք այդ հրաշքները կատարեց, բժշկությունները կատարեց, մանավանդ արքայության խոսքը խոսեց։ Եվ այս բորոտները եկան ու նրան գտան։ Այսօր էլ Հիսուսին գտնելը դժվար չէ։ He is available։ Միշտ պատրաստ է Տեր Հիսուս եւ ասում է ինձ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, ձեր լուծը ինձ բերեք եւ իմ լուծը առեք, որ թեթև է, հանգստություն պիտի գտնեք, փրկություն պիտի գտնեք։ Ով ծառավացներ ջուրերին եկեք, կենաց ջրի աղբյուրին եկեք, որ է Հիսուս Քրիստոս։ Բորոտները վստահ են, թե ում են եկել։ Վստահ են։ Եբրայեցիս թղթից մի քանի համարներ կարդանք, Եբրայեցիս 4:15 համարը։ Քանզի ոչ թե այնպիսի քահանապետ ունենք, որը կարող չլինի մեր տկարություններին կարեկից լինել, հապա ինքը ամեն կերպով փորձ առած է մեզ նման, բայց առանց մեղքի։ Տեր Հիսուսի աշխարհ գալու մեծագույն նպատակը մարդկության փրկությունն է։ Բայց նաև մարդկային մարմին առավ, մեզ նման եղավ, բայց առանց մեղքի, որպիսի մեր իրավիճակների մեջ մտնի եւ մեզ կարեկից լինի։ Այ կարդանք նաև Եբրայեցիս 2:17-18 համարները։ Սրա համար նա պետք էր, որ բոլորովին եղբայրներուն նմանվեր։ Չէ՞ որ Տեր Հիսուս մեզ իր եղբայրները կոչեց, որպեսզի ինքը ողորմած լինի եւ հավատարիմ քահանապետ Աստծո կողման է ժողովրդի մեղքերը քավելու համար, քանզի ինչ բանով որ ինքը չարչարվեց փորձություն կրելով, կարող է փորձվողներին էլ օգնական լինել։
ինչով որ անցնում ես, ինչ փորձության մեջ որ գտնվում ես, Հիսուս քեզ կարեկից է։ Այսինքն քո կարիքներդ հոգացողն է, վերցնողն է, իրեն գնա, ուրիշ ոչ մեկի։ 14 համար ասում է. Տերը խոսեց, տեսնելով նրանց ասաց. գնացեք դուք ձեզ քահանաներին ցույց տվեք։ Ինչու՞։ Որտեվ օրենքը այդպես էր սահմանում, որ նրանք պիտի գնան, քահանային իրենց պիտի ցույց տան եւ քահանան պիտի հռչակի նրանց մաքրված լինելը։ Չասած գնացեք բժշկին, գնացեք քահանային ցույց տվեք։ Եվ հետաքրքիր է, այս պատմությունը գրված է միայն Ղուկասու ավետանի մեջ։ Եվ Ղուկաս ավետանիչը ինքը մասնագիտության բժիշկ էր։ Եվ սա գրեց ինքը։ Ուրեմն քահանային իշխանություն էր տրված, հին ուխտի տնտեսությունը գիտեք, որ քահանական իշխանություն կար, նոր ուխտում քահանական կար գոյություն չունի, դա շատ լավ գիտենք։ Եվ քահանաները այդ իշխանությունը գործածում էին, որպեսզի հռչակեն, որ այս անձնավորությունը բորոտությունից մաքրված է, կարող է հասարակության մեջ մտնել։ Ինչու Տեր Հիսուս այդպես ասաց, որովհետև Տեր Հիսուս չեկավ օրենքը ավրելու, այլ օրենքը կատարելու։ Ինքը մեր փոխարեն այդ օրենքը կատարեց, որ մենք կարող չենք կատարելու, որպեսզի մենք օրենքի լուծից, օրենքի այդ իշխանության տակից դուրս գանք եւ շնորհքի տակ մտնենք։ Գաղատացիս 4:4 համարում այդպես է գրված, Galatian, երբ ժամանակը լեցվեց, Աստված իր որդուն ղրկեց, որ կնոջից եղավ եւ օրենքի տակ մտավ, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկելով մենք որդեգրությունը ժառանգենք։ Եվ Տեր Հիսուս օրենքի դատապարտությունից իրեն հավատացողներին ազատեց։ Երբ գնում էին քահանային այդ բորոտները, ճանապարհին արդեն բժշկվեցին։ Տեսեք, այս բորոտների վստահությունը Տեր Հիսուսի վրա։ Նրա խոսքին հնազանդվեցին։ Չասեցին, որ դե ախր մեզ ուղարկում ես քահանային, բայց բժշկի, որ գնանք ու քահանան հռչակի մեր մաքրված լինելը։ Հավատացին, որ Հիսուս ինչ որ ասում է, ճիշտ է ասում, որ պիտի գնան եւ իրենք պիտի մաքրվեն։ Միջև այստեղ 10 բորոտներն էլ հնազանդ են Տեր Հիսուսին։ Վստահեցին ամբողջությամբ եւ չասեցին. մենք քեզ եկանք, որ դու մեզ բժշկես ուղարկում ես քահանային, առանց բժշկելու։ Վստահ եղան, որ պիտի բժշկվեն։ Հիսուս հրաման տվեց եւ նրանք բժշկվեցին։ Հիսուս հրաման տա եւ իր հրամանը չկատարվի։ Փոթորկված ծովին Տեր Հիսուս հրամայեց եւ ծովը խաղաղվեց։ Դիվահարին հրաման տվեց, որպեսզի դևը նրա միջից դուրս գա եւ լեգիոնը դուրս եկավ նրա միջից։ 4 օրվա մեռած Ղազարոսին ասաց. Ղազարոս, գերեզմանից դուրս արի, եւ Ղազարոսը պատանքներով փաթաթված գերեզմանից դուրս եկավ։ Սա Տեր Հիսուսի մենաշնորհն է։ Այդ իշխանությունը նա ուներ, ունի եւ հավիտյան այդ իշխանության տերն է։ 10 բժշկվեցին, բայց միայն մեկը ետ դարձավ եւ մեծ ձայնով Աստծուն փառք էր տալիս։ Իսկ 16 համարում կարդում ենք. ու երեսի վրա նրա ոտքը ընկնելով շնորհակալ կլներ նրանից։ Ինքը սամարացի էր։ Այս բորոտի հետ կատարվածի եւ ասորի Նեեմանի հետ կատարվածի զուգահեռները անցկացնենք։ Եվ կարդանք 4 թագավորաց, անգլերենով դա Second King-ն է, 5-րդ գլխի 15-ից 17 համարները։ Նեեմանը իր բոլոր բանակով Աստծո մարդուն դարձավ ու գնաց անոր առջև կանգնեցավ եւ ասավ. ահա հիմա գիծա, թե որևէ երկրի վրա Աստված չկա, բայց միայն Իսրայելի մեջ։ Մարդը Աստծուն ճանաչեց, եկավ իր բորոտությունից բժշկվեց եւ Աստծուն ճանաչեց։
Ուստի հիմա կաղաչեմ քու ծառայիցդ ընծան ընդունե, բայց Եղիսե ասավ, Տերը, որու առջև կկենամ, կենթանի է, որ պիտի չընդունեմ։ Նեման ստիպեց, որ ընդունի, բայց անիկա չհաճեցավ։ Ու Նեման ասավ. ուրեմն քու ծառայիդ այս երկրի հողեն 2 ջորի բեր հող տուր, քանզի քու ծառատ անգամնալ ուրիշ աստվածներու ողջակես կամ զոհ պիտի չնե, բայց միայն Տիրոջը։ Փառք Աստծո։ Այս մարդը կռապաշտեր։ Եկավ ճշմարիտ Աստծուն ճանաչեց եւ իր որոշումը, որ այլևս միակ Աստվածը կա, երկինք ու երկիր ստեղծող, նրան պետք է ինքը երկրպագություն անի։ Ուրեմն բժշկված բորոտը սամարացի էր։ Եվ ճանապարհին բժշկվեց ու հետ եկավ։ Բայց Տեր Հիսուս նրան չպնդեց, որ գնա քահանային քեզ ցույց տուր։ Ինչու՞։ Որտեւ ինքը սամարացի էր։ Պետքություն չուներ գնար քահանայի մոտ։ Ովքեր են սամարացիները։ Սրանք հրյաներ են, ովքեր որ խառնվել էին հեթանոսների հետ, եւ հրյաները նրանց չէին ընդունում, նրանց մերժում էին, բայց Տեր Հիսուս նրանց չմերժեց։ Այդպիսի մի գեղեցիկ օրինակ էլ ունենք, եւ ինչպես Տեր Հիսուս մի սամարացու ընդունեց։ Հովանու 4 գլուխ Հակոբի ջրորի մոտ Տեր Հիսուս հանդիպեց սամարացի կնոջը, որ եկել էր ջրորից ջուր հանելու համար։ Եվ ասաց. ով կին, դու որ այս ջրից խմես, նորից պիտի ծառավես։ Բայց եթե խմես այն ջրից, որ ես քեզ պիտի տամ, հավիտյան չես ծառավելու։ Եվ այդ կին ասաց. ով Տեր, տուր ինձ այդ ջուրը։ Եվ այդ ջրորի մոտ այդ կնոջ փրկություն եղավ, ոչ միայն այդ կինը գնաց իրենց քաղաքը եւ մարդկանց պատմեց ու շատերը եկան, հավատացին եւ փրկվեցին։ Տեր Հիսուսի մոտ այդ չարություն չկա։ Հրյա թե հեթանոս, որ մեկ ազգից է, որ մեկ գույնից է, կարևոր չէ, որտեւ Աստված մարդկությանը սիրում է միևնույն սիրով, բոլորն էլ իր ձեռքերի ձեռագործն են։ Աստված երկայնամիտ է, չի ուզում, որ որևէ մեկը կորսվի, այլ որ բոլորը ապաշխարեն եւ հավիտենական կյանք ունենան։ 17 համարը Հիսուս ասավ. չէ որ 10-ն էլ մաքրվեցին, իսկ այն 9 ուր են։ Ուր են այսօր այն հազարավոր մարդիկ, ովքեր որ իրենց հիվանդություններով, իրենց կյանքի մեջ եղած սարսափելի իրավիճակներով եկան Տիրոջը, նաև գաղթականական հարցերն էր ուզում որ լուծվի, ամուսնական հարցերն էր ուզում որ լուծվի, եւ Տիրոջ շնորհքով նրա ողորմածությամբ հիվանդություններից ազատվեցին, իրենց կյանքի բոլոր հարցերին պատասխան եղավ, եւ ուր են այդ մարդիկ։ Թողեցին եւ գնացին, ինչպես այն 9 բորոտները, ովքեր որ իրենց սրտի փափագը ստացան, որն էր այդ փափագը, բժշկվելը։ Այսօր էլ մարդիկ, երբ որ նեղ վիճակի մեջ են ընկնում, Աստծո մոտ են գալիս, Տեր Աստված մի բան արա, եկեղեցի են հաճախում, բայց երբ որ իրենց հարցումների պատասխանը տրվում է, այլևս Աստված նրանց կյանքերի մեջ չկա, իրենք են Աստծո պետքությունը չունեն։ Հիսուսի համար անակնկալ էր, որ այդ 9 հոգին ետ չդարձան։ Եթե անակնկալ լիներ, ուրեմն ինքը Աստված չէ։ Բայց Հիսուս սրտերը, երիկամունքները քննող Աստվածն է, եւ ինքը գիտեր, որ այդ 9 ետ չպիտի գան։ Թերևս մեկը հարցում տա, եթե այդպես էր, Հիսուս նրանց ինչի բժշկեց։ Չէ որ Հիսուս ողորմած Աստված է։ Նա ոչ միայն հավատացողների, այլ նաև չհավատացողների համար է հոգում։ Այդպես է գրված Մատթեոս 5-րդ գլուխ 45 համարում. Աստված իր արևը ծագեցնում է եւ չարի, թե նաև բարիների վրա, եւ անձրև է ղրկում թե արդարների եւ թե մեղավորների վրա։ Եվ մարդկանց տները լեցնում է,
ոչ միայն բարիների, այլ նաև չարերին, բոլորին էլ հոգում է, բոլորին էլ հոգում է, բայց մարդիկ օգտվում են Աստծո բարիքներից և ապերախտ են և իրենց Աստված պետք չէ, միայն երբ որ նեղ վիճակի մեջ են ընկնում, Աստծո անունն են տալիս։ Աստված այդ հազարավորներին ասում է. ուր եք, հիվանդ էիր, խեղճացած վիճակի մեջ էիր, բժշկվեցիր։ Տղատ դրագեդիկ էր դարձած, չէ, մոլուցքով տառապում էր, իր կյանքն էր քայքայում և նաև ձեր ընտանիքն էր քայքայվում, բայց աստվածային հրաշքով այդ մարդը ազատվեց այդ մոլուցքից։ Ուր եք, ուր մնացիք, միայն այդ պահի համար էր Աստված ձեզ համար կարևոր։ Ձեր հարցերի լուծումը եղավ Աստծո հետ այլևս գործ չունեք։ Տեր Հիսուս գիտի սրտի ամեն շարժառիթները, դիտավորությունները, որտև ինքը քննում է, բոլոր խորհուրդներին տեղյակ է։ Երբ որ Տեր Հիսուս 5000 հոգուն կերակրեց, ահա թե ինչ տեղի ունեցավ, կարդում ենք Հովանու 6-րդ գլխի 25-ից 30 համարները։ Ու երբ Հիսուս ծովի այն կողմը անցավ, եկան իր հետևից, ասեցին. «Ռաբի, երբ եկար այստեղ»։ Հիսուս պատասխան տվեց նրանց եւ ասավ. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք զիս կփնտրեք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, հապա նրա համար, որ հացից կերակու կշտացաք։ Գնացեք, գործեցեք ոչ թե կորստական կերակուրի համար, հապա այն կերակուրի համար, որ հավիտենական կյանքի մեջ կմնա, որ որդին մարդու ձեզ պիտի տա։ Վասնզի Հայր Աստված զանիկա կնքեց։ Այն ատեն նրան ասեցին. ինչ անենք, որպեսզի Աստծո գործերը կատարենք։ Պատասխան տվեց Հիսուս նրանց եւ ասաց. այս է Աստծո գործը, որ նրա ղրկածին հավատաք։ Այսօր շատ մարդիկ ուզում են իրենց այս կամ այն բարի գործով Աստծուն հաճեցնեն, բայց Աստված ասում է, ուզում ես ինձ համար գործես, սա է պայմանը, իմ ղրկածին հավատա, Հիսուսին արի, փրկությունը ժառանգի, որից հետո Աստված քեզ համար կպատրաստի այդ բարի գործերը, որի մեջ դու կքայլես։ Այն բոլոր մարդիկ, ովքեր որ Աստծո բարիքներից օգտվեցին եւ հետո թողին ու գնացին, թող իմանան, որ մի օր Աստծո դատաստանի առջև պիտի կանգնեն եւ պատասխան պիտի տան եւ Աստված այս ամեն բաները իրենց առջև պիտի դնի։ Սամարացի բորոտը ինքը Տեր Հիսուսի կողմից որակվեց որպես այլազգի, ասավ այդ այլազգին, որովհետև հրեաները չէին ընդունում ուրիշ ոչ մեկի, Աստված իրենց Աստվածն է, տաճարը իրենցն է և նաև օրենքը իրենց է տրված, մյուսները Աստծո առջև պիղծ են, միակ իրենք են ընդունելի, բայց այս բորոտը, որ սամարացի էր, Տեր Հիսուսին եկավ, իսկ նրանք այդ 9 հոգիները, որ հրյա են, գնացին ու ետ չեկան։ 19 համարում հետևյալն է ասում. Տեր Հիսուս այսպես ասաց այդ բորոտին. ելիր գնա, քո հավատքդ քեզ բժշկեց։ Մեր հայերեն Սուրբ գրքերի մեջ գրված է բժշկեց, բայց այս բառը բնագրային շատ ավելին է։ Հունարենից թարգմանությունը հետևյալն է մեզ բերում, օրինակ անգլերենում գրված է. քո հավատքդ քեզ ամբողջական դարձրեց, այսինքն թե մարմնի բժշկություն ունեցար եւ թե քո հոգուտ փրկությունը ունեցար։ Եվ նաեւ ռուսերենում այսպես է գրած. Վերա տվայա սպասլա տիբիա։ Եվ պարսկերենում է գրածա նեջատ, որ փրկություն է նշանակում։ Ուրեմն քո հավատքդ քեզ փրկեց։ Հիվանդությունը մեղքի հետևանք է, բայց ոչ անպայմանորեն մեղք գործելու։
Ճիշտ է, որ ոմանք իրենց մեղքի պատճառով հետևանքը կրում են, բայց ցանկացած մարդու կարող է պատահել հիվանդությունը։ Անգամ Քրիստոսով արդարացածի եւ հոգեվոր շատ հիանալի կյանք ապրողի մեկի կարող է հիվանդություն պատահել նրա հետ։ Եվ սխալ հասկացված սա մի բան է, որ որոշ համայնքներում հավատացյալներ ասում են, այսինչ մարդը հիվանդացել է, այսինչ հավատացյալ է։ Ասում են, ինչ մեղք է գործել։ Ուրեմն նրա հիվանդությունը կապում են անպայմանորեն նրա մեղք գործելու հետ։ Ֆրեզնոյում ապրող մի շատ լավ քույր ունենք Քրիստոսով, երկար տարիների հավատացյալ եւ բավական հոգեվոր խորուն գիտություն ունի, այսպիսի մի դեպք պատմեց տարիներ առաջ, ասում է եկեղեցում է եւ փռշտացի։ Արեմտահայերը ասում են փռկտալ, այս բառը։ Եվ ասում է քիչ հետո հովիվը ինձ մոտեցավ, ասաց. «Էս ի՞նչ մեղք ես գործել»։ Ասի ոչ մի բան, ասա, ինչի փռշտացիր։ Ասի մեղք չեմ գործել։ Ասա պիտի խոստովանություն անես։ Դե այդ հովիվին ասենք. Այ հովիվ, սիրելիս, դու չես փռշտում։ Բայց եթե փռշտում ես, ասենք, որ ինչ մեղք ես գործել, եւ ում առջև պիտի խոստովանություն անես։ Այսպիսի թյուր իմացություններ կա մեջտեղը, որ հավատացյալներին մոլորության է ենթարկում, այդ վիճակի մեջ են ընկնում։ Ուրիշ մեկ չհասկացված, սխալ հասկացված բան։ Եսայի 53-րդ գլխում գրված է, որ Հիսուսի վերքերով մենք բժշկվեցինք։ Եվ ասում են, որ քանի որ սա գրված է, բոլոր հավատացյալները, նրանք ովքեր որ հիվանդ են, անպայմանորեն պիտի բժշկվեն։ Գրված է։ Ինչ է Հիսուս ֆիզիկական հիվանդությունների բազմության հետ գործ ունի։ Այս գրվածը առաջնահերթ վերաբերում է հոգիների փրկությանը, այո, անոր վերքերով մեր հոգիները բժշկվեցին, փրկություն ստացան։ Աստծո գործի մեջ ֆիզիկական բժշկությունը ածանցյալ է, երկրորդ պլանի վրա է գտնվում։ Տեր Հիսուսի գլխավոր նպատակը բժշկություններ անել չէր, այլ մարդկանց փրկություններ, բայց բժշկությունների միջոցով մարդիկ գալիս էին այդ փրկությանը, այլ կերպ ասած, որպես միջոց էր գործածվում մարդկանց փրկության համար։ Բոլոր բժշկվածներն էլ մեռան, այդ թվում նաև այդ բորոտները, այդ թվում նաև մեռելներից հարություն առած Ղազարոսը նորից մեռավ, չէ։ Կարևորը հավիտենական կյանքն է։ Եթե քո Աստծուն գալը մեղքերի թողության եւ հավիտենական կյանքի համար չէ, դու ձախողված ես, դու Աստծո առջև խղճուկ արարած ես, դու ապաշխարության պետքություն ես։ Գրված է, որ որդին մարդո եկավ ինչի համար, բժշկություններ անելու, որդին մարդո եկավ կորսվածը փնտրելու ու փրկելու համար, եւ այս պարագային այդ մեկ բորոտը սամարացին նրա համար փրկություն եղավ։ Քո հավատքդ քեզ ոչ թե բժշկեց, շատ ավելին, քո հավատքդ թե քեզ բժշկեց եւ թե շատ ավելի մեծ բան քեզ փրկեց։ Եփեսացիս 2-րդ գլուխ եւ 8 համարում գրված է. շնորհքով փրկված ենք հավատքի միջոցով։ Ես սա մեզանից չէ, Աստծո ձրի պարգևն է, գործ անելուց չէ, այլ հավատալուց է։ Հավատանք եւ Քրիստոսի շնորհքով պիտի փրկվենք։ Եբրայեցիս 11-րդ գլխի եւ առաջի համարում հավատքի ընդհանրական սահմանումն է գրված, general description, թե հավատք իրենից ինչ է ներկայացնում։ Հավատքը հուսացված բաների հաստատությունն է եւ չերևցած բաների ապացույցն է։ Սա ընդհանրական սահմանում է եւ 11-րդ գլխում այդ հավատքի հերոսների մասն է գրված, թե ինչպես նրանք հավատքով քայլեցին, Աբրահամ կհուսար այն հիմերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստված է, այսինքն չտեսած հավատում էր։ Հավատքի անհատական սահմանումն էլ կա,
personal description։ Ուրեմն հավատքը վստահել եւ հնազանդվել Աստծուն, անգամ եթե դու չունես քո որոշումը հաստատող որևէ տեսանելի ֆիզիկական ապացույց։ Հավատում ես, վստահում ես Տիրոջը, որոշում ես ընդունել, նրան ես եկել, բայց քեզ որևէ ֆիզիկական տեսանելի ապացույց չի տրվել։ Լսել ես, լսածների թիման վրա հավատացել ես։ Անգլերենով էլ ասենք երիտասարդների համար, faith is trusting and obeying God even if you don't have any visible physical evidence supporting your decision։ Ուրեմն կոչ բոլոր նրանց, ովքեր որ առաջնորդվում են հետևյալ ձախողված սկզբունքով։ Տեսնեմ, հավատամ։ Ասենք որ տեսնելով այլևս հավատալ չի լինի։ Առանց տեսնելու պիտի հավատաս։ Այսօրվա նյութից ինչ դասեր ենք քաղում։ Տեր Հիսուս բժշկում է նաև այսօր, այդպես է թե չէ։ Կասկած կա, կասկած չկա, որովհետև հազարավոր այդպիսի դեպքեր եղել են, երբ որ հիվանդությունը թվացել է, որ այլևս իր վերջնամասին հասավ եւ մարդը պիտի մեռնի, Աստված մեծ հրաշք է արել։ Եվ մենք հավատում ենք եւ հուսում ենք այդ հրաշքներին, որ Տերը կարող է անել, եւ սա Տեր Հիսուսի մենաշնորհն է։ Թեև առաքելական շրջանին, անցումային շրջանին, հուդայիզմից քրիստոնեության անցումը, երբ որ եղավ, Տերը այս պարգևները տվեց նաև առաքյալներին եւ սրանք կոչվեցին առաքյալի նշաններ։ Ձեր մեջ առաքյալի նշաններ եղան, շատ զորություններով եւ հրաշալիքներով ու զարմանք պատճառեցին իրապես։ Բայց ներկա դարաշրջանի մեջ սա միմիայն Տեր Հիսուսի մենաշնորհն է։ Տերը քեզ կարող է բժշկել։ Քո հավատքիդ հիման վրա, քո հոգևոր եղբայրներիդ եւ քույրերիդ աղոթքների միջոցով։ Եվ Աստծո ողորմության ու կամքի համաձայն։ Այս բանը նկատի ունենանք մշտապես իր կամքի համաձայն։ Մեկի բժշկությունը կարճ ժամանակ հետո տրվում է, մյուսինը շատ երկար է թվում եւ տևում, երրորդն էլ չի բժշկվում։ Հավատ չուներ ինչ է։ Ուներ, բայց Աստծո կամքը այդպիսին էր, որ այդ զավակին իր մոտ տանի։ Նա մտավ Աստծո թագավորությունը։ Բժշկության հարցում միջնորդների պետքություն չկա։ Եվ ցավոք սրտի պիտի ասենք, որ ներկա դարաշրջանում հավակնոտներ շատ կան, որ իրենք բժշկության պարգև ունեն։ Արդեն տեղից ելողը բժշկող է։ Վերջին ժամանակների մեջ կանայք առավել իրենք բժշկում են։ Ուրեմն պիտի գնան այս կամ այն քաղաքը, որպեսզի մարդկանց բժշկեն։ Իսկ եթե հանկարծ այդ քաղաքը չգնան, այդ հիվանդը չի բժշկվելու։ Տեսնում եք, խաբեության հոգին է սա։ Եվ առիթն էլ, երբ որ գործածում են, այդ իբրև թե քեզ բժշկեցին, գրպաններդ էլ դատարկել կտան, անպայմանորեն։ Աստված բժշկում է իր կամքի համաձայն եւ վերջակետ։ Մեր սիրելի քույրը, որ ծանր հիվանդություն ունի, այսպիսի մի բան ասաց, որ Աստծուն փառք եմ տալիս, որ ինքը այդ դիրք ունի, այդ հավատալիք ունի, ասաց ես երկու կողմից էլ հաղթող եմ։ Եթե Աստված ինձ բժշկի, ամենուրեք պիտի պատմեմ նրա բժշկարար զորությունը։ Աստված ինձ իր մոտ վերցնի, Աստծո թագավորությունը պիտի մտնեմ։ Երկու կողմից էլ հաղթող եմ։ Պողոս առաքյալին տրված էր բժշկության պարգևը, բայց ինքը մարմնի տկարություն ուներ եւ իր կյանքի ամբողջ ընթացքում իր հետ գնաց։ Աշակերտները հիվանդություններ ունեին։ Ուրեմն Աստված բժշկում է իր կամքի համաձայն, մարդու ուզելով չէ, մարդու հրաման տալով չէ, այդ բժշկության իբրև թե պարգև ունեցողները Հիսուս Քրիստոսի անունը գործածում են հրաման տալու համար։
Հիսուսի անունով հիվանդությունը գնաց։ Եվ մարդկանց խաբում են։ Եվ մարդիկ այդ պահին ոգևորվում են, սակայն հետո գնում է, որ բժշկի մոտ տեսնում է հիվանդությունը ավելի առաջացել է։ Եվ այսպես մեծ գայթակղություններ են լինում։ Սերներ, մարմնավոր բորոտությունից ավելի վատ բորոտություն կա։ Ինչ է դա? Հոգևոր բորոտությունը։ Անհավատությունը ամենասարսափելի բորոտությունն է։ Եվ գիտեք, անհավատ մարդկանց մեջ հակառակության մեծ հոգի կա։ Անկամ պիտի նստի խոսքը լսելու չի դիմանում, դուրս է գնում իրեն դուրս նետելով։ Տերը ողորմի այդպիսիներին։ Սարսափելի բան է, ամենամեծ դժբախտությունը այս կյանքի մեջ անհավատությունն է։ Որտև ամեն տեսակի նեղության եւ դժվարության միջոցը կա, բայց անհավատությունը մի սարսափելի բան է։ Հիսուսին մերժել եւ այս աշխարհից գնալ նմանվում է երեխան, մոր որովայնում պիտի ձևավորվեր այս լույս աշխարհը գալու եւ աշխարհ չեկավ ու վիժվեց ու գնաց։ Ուրեմն նրանք, ովքեր որ առանց հավատքի այս աշխարհից հեռանում են, նմանվում են այդ վիժվածներին։ Սարսափելի մի բան է։ Տեր Հիսուս եկավ մարդկության փրկությունը բերեց։ Մարդիկ ինչու չեն Աստծուն գալիս, որտեղ իրենց գործերը չար են, եւ այդ գործերը խավարի մեջ է։ Եթե լույսին գան, այդ խավարի գործերը պիտի երևան։ Թաքնված են մնում։ Ով մարտարարած, ում ես խափում։ Անշուշտ մի օր այդ խավարի գործերը Աստված պիտի բացի։ Լավ է, որ հիմա բացվի, գաս Տիրոջը եւ խոստովանես եւ քո հոգեվոր բորոտությունիցդ ազատվես, փրկվես, հավիտենական կյանք ունենաս։ Հիսուս Քրիստոս քո ամբողջ անցյալդ կմաքրի չհիշելու պայմանով։ Սատանա այսօր քեզ ասում է, որ դու այնքան մեղքերի մեջ թաթախված ես, այդ որ մեղքդ պիտի ների։ Հիսուսի արյունը զորություն ունի բոլոր մեղքերդ ներելու։ Նրան արի։ Այսօր արի, Աստծո խոսքը լսում ես, քո սիրտդ մի խստացրու։ Հովանու ավետարանում 3 գլուխ 17-19 համարներում կարդում ենք. Վասնզի Աստված իր որդուն չղրկեց աշխարհ, որպեսզի աշխարհը դատե, հապա որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Նա որ կհավատա նոր չի դատապարտվի, եւ նա որ չի հավատա, անիկա արդեն դատապարտված է, վասնզի Աստծո միածին որդու անվանը չհավատաց։ Այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ եւ մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, քանզի իրենց գործերը չար են։ Եվ 36 համարը. Նա որ որդուն կհավատա, հավիտենական կյանք ունի, եւ նա որ որդուն չի նազանդվում, նա կյանք պիտի չտեսնե, հապա Աստծո բարկությունը նրա վրա մնում է։ Այդ բարկությունից դուրս գալու, խուսափելու, խույս տալու հեշտ միջոցը կա։ Հիսուսին քո Տերդ եւ Փրկիչդ անվանում ես, խոստովանում ես քո մեղքերդ նրա առջև, եւ Հիսուս դառնում է քո Տերդ, եւ դու հավիտենական կյանքի ժառանգորդ ես դառնում։ Տերը թող այս իմաստությունը քեզ տա, որ այսօր եւ այդ քայլը անես, որտեվ ժամանակները շատ մոտ են։ Շնորհքի շրջանը շուտով կարող է փակվել։ Տեր Հիսուսի գալուստը շատ մոտ է։ Դրանից հետո սարսափելի սպասում դատաստանի եւ կրակի բարկություն, որ հակառակորդներին պիտի լափե։ Ուրեմն հիմա է փրկության օրը, հիմա է այդ ժամը։ Հիսուսին խնդրի, որ քո կյանքիդ մեջ գա եւ դառնա քո Տերդ եւ քո Փրկիչդ։ Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն։ Մեղք չդրան, մեղք
ողջ